Մայրաթոռում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրավապահները փորձում են բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Երբեք որևիցե տեղ չեմ թաքնվել եւ հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, գլխավոր սպառնալիքը կառավարությունում է նստած, հայտարարեց Աջապահյանը Մայրաթոռի բակում։ Գարեգին երկրորդ հավաքվածներին մոտենալով հայտնեց, որ Աջապահյանը կմեկնի իրավապահների հետ փաստաբանի ուղեկցությամբ, իսկ մյուս հոգևորականները կհավաքվեն վեհարանում։ Մենք կհավաքվենք եւ եզրահանգումը կանենք մեր հետագա գործողություններին։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը վերականգնվի, հայտարարեց կաթողիկոսը։ Դրանից հետո Աջապահյանը կաթողիկոսի ուղեկցությամբ դուրս եկավ դարպասներից, բայց մուտքի մոտ հրմշտոց սկսվեց։ Հավաքված քաղաքացիներն ու հոգևորականները թույլ չտվեցին, որ ԱԱԾ դիմակավորված անձինք մոտենան Աջապահյանին։ Նա այլ հոգևորականների ուղեկցությամբ մտավ վեհարան, որից հետո ներս գնաց նաև կաթողիկոսը։ Քրեական վարույթ է նախաձեռնվել Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարական ԱԱԾ-ում ու քննչական պետերին վերտարությամբ ձայնագրության վերաբերյալ։ Ձայնագրությունը, որում վարչապետը իբր կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարներին, ըստ քննչական կոմիտեի կեղծ է եւ ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Երևանի Ծարավաղբյուրի շենքերից մեկի ավտոկայանատեղիում գիշերը հրդեհ է բռնկվել։ Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել է 350 բնակիչ։ Այրվել է 6 ավտոմեքենա, որից 2-ը մասամբ։ Factor TV-ի հարցին ի պատասխան ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ տարհանված անձինք վերադարձել են իրենց բնակարանները։ Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանք հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն, նշելով, բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում տարբեր անձանցից վերցրել է 500,000 դրամ կաշառք, որի մի մասը պահել է իրեն, մյուսը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերի, կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանք հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով։ 3 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նիկոլ Փաշինյանը 3 հեռավար է մասնակցել Բելարուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը 1 տարի առաջ հունիսի 13-ին հայտարարեց, որ քանի Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է, ինքը կամ բարձրաստիճան այլ պաշտոնյա Մինսկ չի մեկնի։ Հունգարիան արգելափակել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը։ Մասնավորապես Եվրամիության գագաթնաժողովը չի կարողացել ընդունել Ուկրաինայի վերաբերյալ ամփոփիչ հայտարարություն, որի կետերից մեկում խոսվում էր Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին աջակցելու մասին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, ներկայացրել խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Միրզոյանը ընդգծել է նաեւ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ, այն բարձրացնելով նոր որակի, հիմնված փոխվստահության եւ երկարաժամկետ գործընկերության վրա։ Բաքվում 3 հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր հրապարակելով։ Ռիփորտը հայտնում է, որ միջադեպը տեղի ունեցել կինոստուդիայի հին հրատեխնիկական տարածքում։ Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների ծառայությունը։